Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը մարքեթինգային ընկերության հիմնադիր Մարիաննա Քաբաբյանն է, իսկ շատերին նա հայտնի է որպես Մաշրում։ Բարև ձեզ, Մարիաննա։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մարիաննա, տարիներ առաջ, կարելի ասել 12-13 տարի առաջ, երբ դուք մուտք գործեցիք ասպարեզ, բլոգինգը զարգացած չէր ընդհանրապես եւ դուք առաջիններից էիք, ով այսպես վստահ եւ հստակ քայլեր արեց։ Ուզում եմ վերադառնալ կյանքի այդ շրջան, ինչպես եղավ որոշումը, ինչպես որոշեցիք, որ դուք պետք է դառնաք բլոգեր, հա, եւ այդ գործունեությունը սկսել։ Ես այն ժամանակ աշխատում էի քաղաքական հասարակական ամսագրում որպես լրագրող եւ գրում էի ու որոշել էի, որ կյանքս կապելու եմ գրչի հետ։ Եվ մեկնեցի Փարիզ, սիրահարվեցի նորաձևությանը, վերադարձա, որոշեցի, որ գրելու եմ նորաձևության մասին եւ բացեցի իմ բլոգը Mashroom.am, որը կայքի ձևաչափով էր, ժամանակ սոցցանցերը իրոք այդքան էլ զարգացած չէին, առհասարակ ամբողջ աշխարհում բլոգինգը նոր թափ էր առնում, 2011 թվականի մասին է խոսքը։ Եվ այդպես ստացվեց, որ այո, ես առաջիններից էի, ով Հայաստանում այդ ոլորտը սկսեց, զարգացրեց, իհարկե առաջինը չէի, բայց իմ գործընկերների հետ զուգահեռ կարծում եմ շատ մեծ ահռելի աշխատանք ենք կատարել, որովհետև սկսել մի բան, որին ոչ ոք չի հավատում, չի պատկերացնում, հա, ինձ այն ժամանակ հաճախ հարցնում են դու մոդել ես, որ այդքան նկարահանվում ես, այդ չհասկացված լինելը եւ նոր եւ նորարարական ինչ-որ մի բան ստեղծելը մեծ համարձակություն էր պահանջում, հատկապես երբ դու երիտասարդ աղջնակ ես եւ նոր ես կյանք մուտք գործել։ Հետաքրքիր է, այդ շրջանում սպասում եք, որ մի օր ունենաք այդ չափ հայտնիություն եւ հաջողություն, ինչու՞ չէ։ Այո, իմ մեծ հույսն էր, որ ես կհաջողեմ այդ ոլորտում, որովհետև շատ մեծ սիրով եւ նվիրումով էի այդ ամենով զբաղվում։ Պատկերացրեք, եւ աշխատում էի, եւ գիշերները չէի քնում, գրում էի իմ բլոգի համար, գեղեցիկ լուսանկարներ էի պրպտում գտնում սոցցանցերից այն ժամանակ դեռ ոչ այդքան հայտնի, մի խոսքով ջանք չէի խնայում, որպեսզի հասնեմ հաջողության։ Տեսեք, դուք ձեր խոսքում նշեցիք, որ աշխատում էիք, անկում գիշերներ էիք անցկացնում եւ ջանք չէիք խնայում, իսկ եթե նայում ենք այսօր պատկերին, մի փոքր այլ է, այսօր բավականին հեշտ է հայտնիություն ձեռք բերելը, պարզապես տեսախցիկի առաջ խոսելով դառնում են բլոգեր, եթե համեմատականներ անցկացնենք այսօր բլոգեր ասելով, ինչ որ առումով նաեւ չեն, ճակերտավոր ասեմ, փչացնում իրական բլոգինգի անունը։ Չէ, իրականում այդպես չի ասի, ուղղակի տենդենսներն են փոխվել, այն ժամանակ բլոգերը այլ մարդ էր, հիմա բոլորովին այլ մասնագիտություն է ինքը համարվում եւ եկեք չմոռանանք, որ այսօր կան նաեւ ինֆլուենսերները, մի քիչ Հայաստանում չեն տարանջատում բլոգերը, ով է ինֆլուենսերն ով է, բայց իրենք բոլորովին տարբեր, այսպես ասած, մարդիկ են, մասնագիտություններ են երկու տարբեր, նույնիսկ ես կասեի ինֆլուենսերը մասնագիտություն չէ, իսկ բլոգերը մասնագիտություն է եւ ընտրություն է, հա, տվյալ անհատի կողմից, որ ինքը այս կերպ է ապրելու եւ կոնտենտ է ստեղծելու, որը օգտակար է լինելու մարդկանց համար, մի փոքր այս սահմաններն են սխվել եւ չի ասի փչացել է ոլորտը, ուղղակի փոխվել է։ Այն շրջանում, երբ դուք նոր եք սկսել գործընկերների վստահությունը գրավելու համար ինչ մեթոդներ եք իրականացնում։ Գործընկերներ այն ժամանակ գտնելը շատ դժվար էր։ Ես միշտ նշում եմ, որ մինչ նույնիսկ բլոգը բացելը կար մի ընկեր, ով այստեղ Հայաստանում առաջին չեմ վախենա կասեմ բրենդային խանութի տնօրենն էր եւ ես մոտեցա իրեն, այսի պատրաստում եմ նորաձևության բլոգ բացել, դեմ չես լինի, եթե ձեր խանութի հագուստներից կրեմ, նկարվեմ, որովհետեւ չկային մոլեր, պատկերացրեք, չկար այսքան զարգացած ինտերնետ հնարավորություններ, տենդենսները այստեղ Հայաստանում
կրելու եւ ցույց տալու ու այս քայլին դիմեցի ինքը համաձայնեց ու ես միշտ ասում եմ որ երախտապարտ եմ իրեն որ նույնիսկ չտեսնելով դեռ ինչ եմ ես պատրաստվում անել հավատաց ինձ ու մենք այդպես սկսեցինք համագործակցել այստեղ կարող եմ ասել քարը քարի վրա դնելով այս ոլորտը զարգացավ այն ժամանակ ես տասնյակ մերժումներ էի ստանում, որովհետև ասում են մեզ գովաստ պետք չի ուղղակի էս էր պատասխանը։ Եվ եկավ մի օր, երբ օրինակ ես շատ պատահական իմ Instagram-յան էջում տեսա նոր էջ, որը բացված էր մաշրումի կողմից եւ տպավորություն էր, որ այն մաշրումը, որին բոլորս ճանաչում ենք, մեկ օրում որոշել է վերջ դնել այն ամենին, ինչին հասել է շատ դժվարությամբ եւ սկսել է նոր կետից։ Ինչպես դուք եք նշել, փիլիսոփայությամբ, նոր փիլիսոփայությամբ եք ուզում շարունակել ձեր ուղին։ Ոչ ուզում եմ վերադառնանք կյանքի ձեր այդ շրջան։ Ինչ եղավ, երբ ստեղծեցիք այդ պատը եւ անցաք առաջ։ Դա իհարկե մեկ օրում չէր, ինչպես կարող է թվալ սոցցանցերում, իրականում դրա ետևում բազմաթիվ ամիսներ էին, մտորումների, որտեղ եմ ես եւ ուր եմ ցանկանում գնալ եւ այսպես մարքեթինգի լեզվով ասեմ, դիրքավորման նոր փուլ էր անձնական բրենդի եւ ես ցանկացա, որ այլևս ինձ չասոցացնեն բլոգեր լինելու հետ, այլ ես ունենամ այլ գործունեություն, համեմելով նորից նրանով, ինչը որ ես արել եմ, այսինքն ներկայություն սոցցանցերում հանրային կյանք, բայց ավելի շատ կարողանամ օգտակար լինել մարդկանց եւ ավելի առարկայական, ոչ միայն մոտիվացնելով, որովհետեւ ես այդ փուլում հասկացա, որ այդ դերը կատարել եմ մոտ 10 տարի շատ լավ ու բազմաթիվ հազարավոր կարող եմ ասել հայ աղջիկների ու կանանց ոգեշնչել եմ լինել ինքնուրույն, ինքնաբավ, կայացած, փորձել համատեղել ընտանիքը, կարիերան ու արդեն սպառել եմ ինձ այդ դերում, արդեն նոր դերի, այսպես ասած, շեմին էի ու այս փոփոխությունը սկզբում տրվեց շատ հեշտ, հետո ավելի դժվար, այսինքն ես ինքս էլ այս տրանսֆորմացիայի միջով կարող եմ ասել մինչ օրս անցնում եմ, որովհետև ինչ ուզում ես արա, մարդիկ քեզ ընկալում են որպես մաշրում եւ այդ էլի բրենդը շատ նստվածք է թողել մարդկանց մոտ եւ շատ հաճախ նույնիսկ նրանք պահանջում են, որ դու այդ ձևով ներկայանաս եւ այն իրենց մոտիկ ընկերուհին լինես սոցցանցերից, որը որ տարիներ շարունակ եղել ես։ Իսկ հետաքրքիր է ձեր զգացողությունները, որքան էլ որ ինչ-որ շրջանում դժվար ձեզ դա տրվեց, ձեր մոտ ինչ-որ պակաս չկար։ Շատ ընկերուհիներ ունեիք սոց հարթակում, խորհուրդներ եք հիմնականում տալիս եւ որպես կին, եւ որպես աղջիկ, եւ անձնականում, եւ առօրյայում, եւ նորաձևության մեջ դուք էլ կորցրեցիք շատերին։ Գիտեք, չէ, այդպես չէի ասի, կարծում եմ ամեն ինչ շարունակվում է եւ շարունակվում է արդեն ճիշտ մարդկանցով, մնացին եւ նոր էջ եկան ինձ հետ այն բոլոր մարդիկ, ում ես որպես մարդ հետաքրքիր եմ ու հարազատ, ինչու՞ չէ, որովհետև օրինակ հիմա նույնիսկ դա է փոխվել, բլոգերները շատ դեպքերում չեն ճանաչում իրենց բազմահազարանոց լսարանին եւ դա նորմալ է, բայց մեր ժամանակ այնքան քիչ էինք առհասարակ ակտիվ մարդիկ սոցցանցերում, որ ես գրեթե բոլորի հետ անձամբ ծանոթ էի եւ մտերիմ էի եւ գործընկերային հարաբերություններ ունեցել, կարելի ասել Երևանի գործարար մարդկանց 90% հետ եւ հատկապես կանանց, այնպես որ այս բոլոր կապերը ես ինձ հետ բերեցի նոր իրականություն։ Եվ մեկ անգամ այս նոր էջում, երբ բացել էիք այս նոր էջը, գրել էիք տարիներ շարունակ ես ստեղծել եմ, փնտրել ու գտել ինձ։ Կորցրել ու նորն եմ փորձել ստեղծել ու այսպես անվերջ։ Ու այսօր նշել եք, որ գտել եք ձեր առաքելությունը, այն է ոգեշնչել ու մոտիվացնել մարդկանց։ Երբ այս ամենին նայում ենք հոգեբանական տեսանկյունից, ընդունված մեթոդ եւ կարծրատիպ է, որ սովորաբար ոգեշնչել փորձում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ շրջանում իրենք են ունեցել ոգեշնչման կարիք եւ չեն գտել ինչ-որ մեկին։ Հետաքրքիր է, սա ձեր դեպքում եւս ակտուալ է։
Ես հոգեբանական տեսանկյունից կասեի, որ դա ավելի շատ փրկչի սինդրոմ է, որ պետք է ինչ-որ բոլորին օգտակար լինես, բոլորին օգնես։ Իսկ ինձ մոտ կարծում եմ ոչ թե ոգեշնչումը ինչ-որ պահերի է անհրաժեշտ լինում, այլ իմ տեսակի մարդուն անհրաժեշտ է միշտ։ Ես միշտ փնտրել եմ ոգեշնչում, սկսած ամենամոտ հարազատ մարդկանցից, չգիտեմ, մայրիկն է, տատիկն է, պապիկն է, մինչև համաշխարհային աստղեր, երաժշտություն, ֆիլմեր, ամեն ինչ ինձ համար դարձել է ոգեշնչման աղբյուր ու վերջերս հասկացել եմ, որ երևի այդ աշխարհընկալման իմ տեսակը, հա, շատ արվեստին նայելով եւ այնտեղ փնտրելով ոգեշնչում, ի վերջո ինչ-որ պատկերներից կազմված մի աշխարհ է ստեղծել իմ գլխում, որտեղ որ ես իրականում ապրում եմ, այլապես հնարավոր չէր լինի երևի շատ դժվարությունների կյանքի դիմակայել, հա, երբ որ դու այդ ներքին հենարանը ու քո փոքրիկ աշխարհը չունես։ Եվ Մաշ, խոսելով ձեր անձնականի մասին, այս մասին ինձ թույլ եմ տալիս խոսել, որովհետև դուք այս մասին եւս բացահայտ խոսել եք, գաղտնիք չէ, որ դուք ամուսնալուծվել եք եւ միայնակ եք մեծացնում ձեր երկու որդիներին։ Եթե խոսենք ամուսնալուծությունների թվի մասին ու համեմատականներ անցկացնենք նախկինի եւ ներկայի միջեւ, կարծես թե զգալիորեն թիվը մեծացել է այսօր։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված, եթե խոսենք կանանց տեսանկյունից, դրա մասնակետը դուք եք, այսօր կանայք ավելի շատ սկսել են գնահատել իրենց, թե անհանդուրժող են դարձել, թե կա այլ տարբերակները։ Ինձ թվում է ամուսնալուծությունները շատ են, որովհետև շատ են ամուսնությունները եւ ոչ միշտ են դրանք մտածված, գիտակցված եւ չունեն այն հիմքը, որ հասուն մարդը ունենում է, երբ ստեղծում է ընտանիք։ Ես ամուսնացել եմ, լինելով հարաբերությունների մեջ 16 տարեկանից ու իմ կարծիքով շատ նորմալ է, որ 16 տարեկանում եւ 30 տարեկանում կյանքի հանդեպ հայացքը, աշխարհայացքը եւ մոտեցումները շատ տարբեր են, դու արդեն այլ մարդ ես եւ այլ պահանջմունքներ ունես, որպես այդպիսին հարաբերություններից Դրա համար երևի թե իմ տեսակետը այն է, որ պետք չէ մնալ այնտեղ, որտեղ որ երջանիկ չես եւ այն հարաբերությունները, որոնք սպառել են իրենց ըստ քեզ։ Բայց ինչ վերաբերում է կանանց, հա, մասով այդ կարծիքը շատ է հնչում, հա, որ կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սա շատ վատ է, որովհետեւ սա բերում է մեր հայ ընտանիքների, օջախների քայքայմանը Եվ այլն, այսպես շատ են խոսում, ես այդպես չեմ կարծում, անկեղծ ասած, որովհետև ամեն ամուսնալուծություն մի պատճառ ունի, ամեն ամուսնալուծություն մի կարող է նույնիսկ հանրագումար է, հա, շատ խնդիրների, ուղղակի երևի այդ հանդուրժողականության մթնոլորտը մեր երկրում մի փոքր ձևավորվել է եւ կանայք գիտեն, որ եթե իրենք այդ քայլին դիմեն, իրենց կյանքը չի ավարտվի, իրենք չեն մնա միայնակ, իրենց մատով չեն ցույց տա, ինչպես եղել է օրինակ մեր մայրիկների սերունդի ժամանակներում, ես գիտեմ շատ ընտանիքներ, որ հա հիմա 50+ կանանց որ հարցնեք, իրենք շատ բաների են դիմացել, զուտ որովհետև իրենց ասվել է, որ քեզ մատով ցույց կտան ամոթ է, եթե դու հանկարծ լինես ամուսնալուծված եւ այլն։ Այսինքն այս հանդուրժողականությունն է մի փոքր ավելացել մեր հանրության շրջանում եւ երևի թե սա է թույլ տալիս, որ այս քայլին գնան, իմանալով, որ այստեղ կյանքը չի ավարտվում ու հետո կա հնարավորություն երջանիկ լինելու եւս մեկ անգամ։ Եվ նշեցիք 50 տարեկան կանանց շրջանում ինչպես են մեկնաբանում, ես շատ հաճախ նաև հանդիպում եմ երիտասարդ տարիքի կանանց, ովքեր կյանքի գնով են պայքարում, վստահ կարող եմ ասել, այո, պայքարում ընտանիքը պահելու համար եւ նշում են, որ դա անում են հանուն երեխաների։ Եվ չեն արժևորում եւ կարեւորում այն փաստը, որ այդ նույն երեխաները ավելի անառողջ մթնոլորտում են մեծանում՝ ի տարբերություն առանձին ապրելու։
Գիտեք, եթե ինձ հետ խոսեիք 2-3 տարի առաջ, երբ ես նոր էի ամուսնալուծվել, ես կասեի, որ շատ վատ են անում, որ փորձում են պահել ընտանիքը, այնինչ պահել հնարավոր չէ եւ այլն։ Հիմա ավելի ես էլ հանդուրժող եմ դարձել եւ որևէ մեկին չեմ ցանկանում քննադատել իր ընտրության համար, որովհետեւ այնինչ անում է կինը ինչ որ մի նպատակի համար, ինքը անում է ինքն իր կյանքի, իր ժամանակի, իր նյարդերի եւ իր առողջության հետ։ Սա ընտրություն է։ Այսինքն իմ ընտրությունը այսպեսին է, մեկ այլ կնոջ ընտրությունը պայքարել մինչև վերջ, երեխաները մեծանալու են, ունենալու են հոգեբանական խնդիրներ ամեն դեպքում, հա, մի դեպքում օրինակ ինձ նման երեխա, հա, որ ասելու է, որ ավելի լավ է բաժանվեին, բայց այդ կոնֆլիկտներին ականատեսի ես չլինեի, երկրորդ դեպքում իմ երեխաների նման երեխա, որ ասելու են ավելի լավ է կոնֆլիկտները լինեին, բայց միասին լինեիք։ Այնպես որ ամեն ինչ այնքան հարաբերական է, միշտ էլ բոլորս էլ ինչպիսի ընտանիքում էլ որ չենք մեծացել, ունենք այդ հոգեբանական տրավմա կոչվածը եւ նույնիսկ ես հասել եմ նրան, որ դրա վրա էլ պետք չի շատ կենտրոնանալ, որովհետեւ երբ մեծանում ես, դու պարտավոր ես մեծի կյանքով ապրել եւ գիտակցել, որ օքեյ, եղել է իրավիճակ, դու եղել ես փոքր, չես կարողացել որոշում կայացնել, բայց դու ունես հիմա ինքդ քեզ, քո կյանքը եւ քո ապագան, որի միակ պատասխանատուն դու ես։ Պետք չի շատ ապրել այդ տրավմաներով, ծնողներին մեղադրելով, հիմա այդ տենդենսն է, չէ՞, շատ։ Այդ ամբողջը պետք է ինչ-որ միտեղ իմ կարծիքով փակել, հանգիստ թողնել, իրոք ծնողներին հանգիստ թողնել եւ նայել ապագա, նայել թե դու այսօր որպես հասուն մեծահասակ ինչ ես պատրաստ անել ինքդ քեզ համար։ Եվ էլի խոսելով կանանց մասին, յուրաքանչյուրս ընտրում է մեր ճակատագիրը եւ ամեն նոր օրը ընտրություն է եւ ընտրության հնարավորություն։ Ինչպես որ հարմար են գտնում, այդպես էլ թող անեն։ Մաշ, հետաքրքիր է ձեր դեպքում ինչպես եղավ երեխաների ու հոր բաժանումը։ Դուք երկար ժամանակ կարողացաք խոսել, բացատրել, որ այս կետից սկսած մենք առանձին ենք ապրելու։ Չէ, նախ փոքրիկ տղաս դեռ 3 տարեկան էր, խոսելու անհրաժեշտություն չկար, ավելի լուրջ խնդիրներ առաջացան մեծ տղայիս հետ 6-7 տարեկան եւ հոր հետ շատ կապված երեխա, բայց ես չեմ կարծում, որ իրենց մոտ եղել է բաժանում, որովհետեւ մենք շատ էլի հասուն գիտակից եւ երեխաներին երկուսս էլ շատ սիրող անհատներ ենք, մենք փորձեցինք այնպես անել, որ երեխաները հնարավորինս, հա, այտենց մինիմալի հասցվի իրենց համար այդ փոփոխությունը, որ իրենք չզգան, որ այսպիսի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Արդյոք ստացվեց 100%-ով, իհարկե ոչ, բայց էլի եմ ասում, չի ասի, որ երեխաները բաժանվել են իրենց հորից, որովհետև կա շփում, կան շատ առողջ հարաբերություններ, մեծ սեր, հոգատարություն, այդ ամբողջը ես չեմ կարող հերքել ու այդ նաև ինձ համար շատ կարևոր է, ես մի փոքր գլուխ եմ գովում, ասում եմ, ես դեռ 16 տարեկանում կարողացել եմ այնպիսի ճիշտ ընտրություն կատարել, որ իմ երեխաները ունենան այդպիսի հայր։ Էդ էլ է խելքին է։ Իհարկե։ Եվ ձեր խոսքում նշեցիք, որ առաջին ամուսնալուծությունը դեռևս դատավճիռ չէ եւ հնարավորություն կա կրկին երջանիկ լինելու։ Եվ դուք այսօր կրկին երջանիկ եք, որովհետեւ ձեր կյանքում կա տղամարդ։ Այս մասին եւս բացահայտ խոսել եք ու շատ հաճախ ներկայացնում եք Instagram-յան փոքրիկ տեքստերով ցույց տալով ձեր անձնական երջանկությունը։ Մաշ, իրականում դժվար չէր վստահել երկրորդ անգամ։ Չէ, իրականում նախ դժվար չէր, երկրորդը ես շատ երջանիկ էի նաև այդ փուլը, երբ միայնակ էի եւ կարծում եմ ամեն ինչ տրամաբանական տեղի ունեցավ, որովհետեւ ես ինքս ներքուստ պատրաստ էի նոր հարաբերություններին։ Իսկ երեխային, մեծ տղային ինչպես կարողացաք բացատրել, որ տղաները սովորաբար ավելի խանդոտ են, չէ՞, լինում մայրիկների հանդեպ, որ մայրիկի կողքին արդեն այլ տղամարդ է լինելու։ Այդպիսի խնդիր էլ չեմ ունեցել, որովհետև մինչ հարաբերությունները երկար ժամանակ շփվել եմ իմ այսօրվա կողակցի հետ, որպես
ընկեր եւ երեխաները նրան ճանաչել են որպես ընկեր, այդպիսի այդ ամբողջ ընթացքը շատ սահուն է անցել, միևնույն ժամանակ, քանի որ հայրիկի կյանքում էլ կա նոր կողակից, այս ամբողջը միասին մենք շատ երկար խոսել ենք, այցելել ենք հոգեբանի, ես փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի երեխայի համար այդ ամբողջ ընթացքը շատ սահուն անցնի, որովհետև հատկապես իմ մեծ տղան շատ էմոցիոնալ երեխա է եւ ինքը ուներ այդ մոտեցման կարիքը, բայց որ որևէ խնդիր չի առաջացել։ Ես կարծում եմ, սա նաև ձեր թեթև բնավորությունից է, ձեր կյանքի ընթացքը, որքան թեթև է ընթանում, կարծում եմ ինչ-որ առումով նաև ձեր հայացքների եւ թեթև տեսակ լինելուց է։ Միանշանակ այդպես է, ինձ ընկերներիցս մեկը մի անգամ մեղադրեց, ասում է դու ներկայացնում ես, որ երջանիկ ես ամուսնալուծված, բայց չես մտածում, որ կարող է ազդես այլ կանանց որոշման վրա այս երջանկությունը ներկայացնելով, իսկ նրանք չկարողանան քեզպես արագ, հա, ադապտացվեն նոր իրականությանը, ընտրություն կատարեն էլի, ինչպես նշեցիք, վստահեն երկրորդ անգամ եւ այլն։ Երևի բնավորությունից է, հա, երևի աշխարհընկալումը, աշխարհայացքը իմ մի փոքր ես ազատամիտ մարդ եմ ու գիտեք, կյանքի ընթացքում այնքան դժվարություններ եմ հաղթահարել, որ իմ որոշումն է, որ այն ինչ կարելի է թեթև տանել, իրոք պետք է թեթև տանել, որովհետև ավելորդ ծանրացնելու իմաստ չկա, արդեն ամեն ինչ շատ ծանր է։ Ինչ գործունեություն եք ծավալում այսօր։ Ես ունեմ մարքեթինգային ընկերություն եւ ամբողջությամբ իմ էներգիան տվել եմ այս գործունեությանը։ Ի սկզբանե ինքը նաեւ սոցիալական նախաձեռնություններ այդ բաղադրիչ ուներ իր մեջ։ Մենք գնացինք Մեղրի Երևանից ամենահեռու կետը եւ այնտեղի աղջիկներին ու կանանց փորձեցինք ներգրավել բիզնես միջավայրում, սովորեցնելով SMM, սոցցանցերում մարքեթինգ եւ այլ հմտություններ, որոնք կարող են իրենց աշխատանք ապահովել թեկուզ հեռավորության վրա ինտերնետի օգնությամբ։ Կարող եմ ասել, որ 5 մեղրեցի աղջիկ ունեցան այդ հնարավորությունը, սովորեցին, աշխատեցին ու ծավալում են գործունեություն այս ոլորտում, իմ կարծիքով նմանատիպ նախաձեռնություններն են, որ անհատները կարող են վերցնել իրենց վրա ու փորձել մի փոքր կյանքով լցնել մարզերում բնակվող մեր աղջիկների եւ ինչու՞ չէ տղաների, երիտասարդների կյանքում այս իրոք շատ մեծ հնարավորություն է այդ մարդկանց համար չլքել իրենց բնակավայրը, միևնույն ժամանակ վաստակել գումար եւ կերտել իրենց ապագան։ Կարծում եմ ինչ-որ առումով բարեգործական ծրագիր է եղել։ Ինչ-որ առումով, այո։ Ներդրումային գոնե этаպում, այո։ Իսկ այն շարունակական է տևել, թե ի սկզբանե էր այդպես ծրագրավորված։ Ի սկզբանե այդպես էր ծրագրավորված, բայց շարունակական է, հետագայում ավելացան այլ մարզեր եւ ես մեծ հույս ունեմ, որ մեր նախագիծը դեռ ընդլայնվելու է։ Մաշ հաղորդման վերջում ուզում եմ տալ իմ ավանդական հարցը, որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ինձ թվում է արդեն պարզ է։ Ինձ համար բացարձակ արժեք է ազատությունը, մտքի, հոգու եւ կարծում եմ, որ այս այն արժեքն է, որը մարդը ի ծնե ունի եւ ոչ ոք իրավունք չունի այն խլել իրենից։ Շնորհակալ եմ գալու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Վստահ եմ որոշակի առումով ուսուցողական եթեր ապահովեցինք։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։